սպառնալիքներ են հնչում ամբողջ հայ ժողովրդին, բա եթե հանկարծ չգնա քվեարկեք գործող իշխանություններին, ուրեմն պատերազմ կլինի։ Այդ 18-ին ժողովուրդը քվեարկեց պատերազմ եղավ զոհերևան, 21-ին քվեարկեց հերթական պատերազմը, հերթական զոհերը։ Այս ինչ խաղաղությունից եք խոսում։ Ինչքան խաղաղություն բառն ասել են, այնքան միայն պատերազմներ ու պատերազմներ են բերել։ Ոչ այն մոդուլը, որ հիմա այն բանաձևը, որ առաջարկում են, երաշխավորված պատերազմի ճանապարհն է։ Բայց ամենաողբերգությունն այն է, որ սեփական ժողովրդին շանտաժի են ենթարկում։ Որքան պետք է չսիրես սեփական ժողովրդին, որ նրա հետ շանտաժի լեզվով խոսես, սպառնալիքի լեզվով խոսես ու դրսից տղա Ալիև բերես սեփական ժողովրդի գլխին։ Հետո էլի եթե իհարկե չի լինի, բայց եթե լինեն իրենք իշխանության, կգան ու կասեն, այ հիմա պետք է սահմանադրությունը փոխենք, որ լինի խաղաղություն, հետո անկլավները հանձնենք, որ լինի խաղաղություն, հետո որպես հայ մոռանանք ով ենք, որ այդ ժամանակ հաստատ խաղաղություն լինի, ինչը բնականաբար մենք բոլորս թույլ չենք տալու։